Վաղը կարծես թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնում։ Գոհ կլինեն այնտեղ ձեզանից, շատ գոհ կլինեն, վստահ եմ գոհ կլինեն։ Նախ այստեղ իհարկե կարևոր է հասկանալ Թուրքիա գնալը ինչ օրակարգ ունի, այնտեղ ինչ է քննարկվելու։ Բայց քանի որ շատ է խոսում նաև սրբապղծություններից, ես ուզում եմ ասել, թե ինչն է ինձ համար սրբապղծությունը։ Սրբապղծություն է, երբ Նիկոլ Փաշինյանին միանձնյա հրամանով տասնյակ կիլոմետրերով մեր զորքը ետ է քաշվել, անպաշտպան թողնելով, այո, եւ հարվածի տակ թողնելով Եղոյան, պարոն Եղոյան։ Պարոն Եղոյան։ Հանգիստ։ Խնդրում եմ կարգի հրավիրեք պատգամավորներին։ Պարոն Եղոյան։ Սրբապղծություն էր Արցախը ճանաչել։ Տիկին Գրիգորյան, մի վարքան։ Ազգային ժողովի կանոնագրքին համաձայն նկատողություն եք ստանում, պարոն Եղոյան, նախազգուշացում եք ստանում եւ նույնը ձեզ է վերաբերում, պարոն Ղարամանյան։ Պարոն Ղարամանյան եւ պարոն Եղոյան, նախազգուշացում։ Տիկին Գրիգորյան, շարունակեք, ես ձեզ Ղարամանյանը Զեմլյակը սա ոչինչ թեթև տանենք։ Սիրելի ժողովուրդ, չվախենաք։ Մի վախեցեք մարդուց, ով ինքը ոտից գլուխ վախերի կծիկ է։ Վախենում է սեփական աթոռը կորցնելուց։ Որևէ կերպ չվախենակ, ես չեմ վախենում, 100,000-ավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանդ, որում կարող եք տեղավորել 100,000-ավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն։ Առաջարկ կա։ Լավ, դալիճում լրություն, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Տիկին Գրիգորյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Լրություն դալիճում, ուրեմն պայմանավորվեցինք, կարծում եմ,